Շատ լավն է այս գրիկը։ Կարելի է չէ զգուշացնել, որ զիգզագում Halloween չեն նշում։ Արի brainstorm անենք, լիքը գաղափարներ, տարբեր գաղափարներ։ Ինչ։ Էս ինչ է։ Ձեզ մնաց շատ քիչ։ Վախենում եմ մինչև խաղարկություն չձգեք։ Դեյվ Սարգսյան, շատ հաճելի էր զիգզագի խաղարկությունը արեցինք, մեր համագործակցությունը մոտեցավ ավարտին, չգիտեմ էլ կհանդիպենք երբևէ թե չէ, բայց շատ հաճելի էր ամեն դեպքում։ Ես էլ չգիտեմ։ Ինձ էլ շատ հաճելի էր, շատ հաճելի։ Դե բայց վաղը էլ Arm Comedy-ի տաղավարում հանդիպելու ենք։ Երևի դրամատիզմ ա ուզում հաղորդի։ Մի քիչ շատ լուրջ պատասխանեց կատակիս։ Հուսով եմ չի մոռացել, որ վաղը Arm Comedy-ի սյոմկա ունենք։ Դե գնանք մի հատ ժողովրդին հաջող ասենք։ Հա, այս շատ ծանր տխուր պահ ալնելու։ Դե ինչ, շնորհավոր բոլորիս գեղեցիկ ու հաջող խաղարկության համար։ Հա, եկեք մի հատ շնորհավորենք ինքներս մեզ։ Ափսոս, զիգզագի աշխատողները չեն կարող մասնակցել։ Ոչինչ Արմինե, դա արդարության համար է։ Ինչքան տեղ կլներ, եթե ես 30 տարվա զիգզագցից շահեի ինչ-որ բան։ 30 օրվա երևի ուզում էիր ասեիր։ Տենց մի բան։ Ես մի հատ լվացքի մեքենա առա այդ ընթացքում, բայց Զոքանջիս անունով, որ ոչ ոք չպարզելի, որ համ զիգզագից եմ, համ առել եմ։ Այս չեք ձայնագրում, չէ՞ հիմա։ Դե ինչ, եկեք վերհիշենք լավագույն պահերը։ Ում ինչ դուր եկավ։ Իսկ թվում ամենաբոցը սա էր։ Անահիտ ջան, բարև ձեզ։ Բարև։ MacBook կուզենաք։ Չէ։ Անջատի։ Իսկ եթե այն ձեզ նվիրենք, Եй, շնորհակալություն։ Հա, հավեսեր, իսկ ինձ են PlayStation շահողը դուր եկավ։ որը։ Դե որ շահեց էլի։ Նարեկ լիքը շահող կար։ Այս մեկը էլի։ Վարուժան, բարև ձեզ։ Բարևներ։ Վարուժան, սա վարժական տագնապ չէ։ Բանն այն է, որ դուք շահել եք PlayStation 5 Slim։ Շատ լավ, շատ շնորհակալ։ Շնորհակալ եմ, շնորհավոր, մտածեք ինչ խաղ եք խաղալու։ Հա, դզեց։ Ինձ թվում է ամենահավեսը այն, որ հեռախոս շահեց։ Ուշադրություն, iPhone, orange-ը, այն սիրուն թիթիզ iPhone-ներից։ 17։ Հավեսա չէ։ Ոչ, միայն քաղաքական գործիչներին, ձեզ երբեք։ Դե ինչևէ, շատ հաճելի էր բոլորիդ հետ անցկացնել վերջին մի տարին։ Բայց մի ամիս է ընդհանրապես ստեղ եք։ Հա, ուղղակի ժամանակ այնքան արագ անցավ, վստահ մի տարի էր։ Երբ լավ է անցնում, ժամանակ ավելի արագ է թռնում։ Սերգեյ ուրախությունից կորցրել է ժամանակի զգացողությունը։ Դե ինչ բարեկամներ, շատ հաճելի էր, բարով մնաք, լավ եղեք։ Մեզ էլ էր հաճելի։ Կսպասենք ձեզ եթերում։ Սիրգեյն ու Նարեկը դեռ չգիտեն, որ իրանց պայմանագիրը երկարացնում ենք։ Մի քիչ տանջենք նոր ասենք։ Դե, եթե կան ինչ-որ վերջին խոսքեր, կարող եք ասել հիմա կամ լռել ողջ կյանքի ընթացքում։ Դե կապով տղեկ։ Երեխեք այսօր ինչ ենք լանչին պատվիրում։ Գիրոս։ Չէ, էլի սուշի։ Ես հետս վերել եմ երեխեք։ Հոգնեցի սուշիից, եկեք աջարական պատվիրենք։ Չէ, ասենք կարայիք ձև տայիք, գոնե որ կարոտելու եք մեզ։ Կներեք դուք ով էիք։ Մեղքս եկավ այդ պահին Սերգեյը։ Գնացինք ապետ։ Ակնհայտորեն մենք ստեղ էլ ցանկալի հյուր չենք։ Էլեկտրատեխնիկայի վաճառքի ոլորտը չընդունեց քաղաքական երգիծանքի ասպետներին։ Դու գնա ավտոն մոտեցրու, ես իրերը հավաքեմ գնանք։ Ստոպ, մի րոպե, բայց զիգզագի 30-ամյակը դեռ չի ավարտվել։ Մենք որոշել ենք զիլ շահումների երկրորդ փուլ անել։ Այսինքն մենք մնում ենք։ Այսինքն սա պրանկ էր, դուք մնում եք։ Խաղարկության գծով տնօրենի հետ կարելի է պրանկ անել։ Ճիշտ ասած իմ միտքն էր, որ շատ էին վերջերս բոլորի վրա տժում, ժամանակներ իրանց օթերից իջացնել։ Ես զգացել եմ, որ ինչ-որ բան այն չի։ Ում ձեռը կգնար ինձ գործից հանել։ Չեք խափում, լինելու է նոր փուլ։ Այո, նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 31-ը մարդիկ կարող են գնումներ անել ու նույն պայմաններով մասնակցել զիլ շահումների։ Նախորդ փուլը շատ ոգևորիչ էր։ Զիգզագն ուզում է շարունակել ուրախացնել իր հաճախորդներին։ Այսինքն էլի կլիներ խաղարկվող iPhone-ներ, PlayStation-ներ, Dyson-ներ, iPad-ներ եւ MacBook-եր։ Անպայման, ու էլի բոլորից 5 հատ։ Ինչ կայֆ է երեխեք։ Իսկ այն իմ անցած խաղարկության գնաց լվացքի մեքենայի կտրոնները ուժի մեջ են դեռ։ Իհարկե ոչ։ Երեխեք ինչ որ բան է եղել, ոստիկանությունը Սերգեյ Սարգսյանին ա փնտրում։